Փառք եղբայրներ եւ քույրեր, օրհնյալ է մեր Աստված, այո ինքը հզոր Աստված է։ Ես ուզում եմ մեկ համար կարդամ Սուրբ Գրքից, որ այսօր տեսնում ենք ենքա, որ ժամանակները ծանրանում է, հաճախակի ծանր ժամանակների մեջ մարդիկ ամեն մեկը մինչև ծանր ժամանակները հասնելը պատրաստվում են որպեսզի դիմակայեն։ Իսկ միակ դիմակայելը այսօր այս ծանր ժամանակների մեջ մենք պիտի սկսենք Աստծո խոսքի մեջ գնալ եւ Աստծո խոսքը մեր մեջ ավելանա, Աստծո խոսքի հայտնությունը։ Որտեւ այնքան Աստծո խոսքը կհայտնվի քեզ, քո միտքը կլուսաբանի եւ առաջնայինը դու երկրորդից կզատես եւ առաջնայինը կսկսես ամեն իրավիճակի մեջ Աստծուն հենվել։ Բայց ցավոք սրտի այսօր շատերը ցավոք սրտի, ասեմ ձեզ, շատերը հենվում են ունայն բաների վրա։ Ասում է, վայ ձեզ ունայն բաներով ուրախացողներդ։ Եվ Աստված ուզում այսօր կոչ անի մեզ այս առավոտ, որ մենք ամեն մեկս ունայն բաների վրա չհենվենք։ Մարդը, երբ որ Եդեմի պարտեզում էր, նա մեղանչեց, նա անգավ Աստծուց, հավատաց սատանայի խոսքին և սեփականաշնորհեց ինչ անեծք, և մարդ մինչև իր կյանքը որոշում չկասնի Աստծո խոսքով ապրի, Աստծո խոսքի մեջ մտնի, Աստծո սեփականությունը դառնա, նա անեծքի տակ է, ինչ էլ որ անես անեծքի տակ է, նա մի օր քեզ խաբելու է։ Գիտեք, աշխարհի հոգեբանությունը, եղբայրներ եւ քույրեր, նա քեզ սկզբից կտա լավ բաներ։ Նա քեզ ամեն բանով ուզում է շահի, որպեսզի դու չկենտրոնանաս Աստծո խոսքի վրա։ Եվ այսօր ես համոզված եմ, որ այստեղ եկել ենք, ամեն մեկս ունենք դժվարություններ, ամեն մեկն ունի տկարություն, ամեն մեկն ունի հոգս, պրոբլեմ, բայց տեսեք Սուրբ Գիրքն ինչ ասում։ Երեմիա մարգարության 17-րդ գլուխ 5 խոսքից։ Այսպես է ասում Տերը. անիծյալ լինի այն մարդը, որ մարդի է ապավինում, եւ իր սրտովը խոտորում է Տերիցը, նա Մոշենեի պես պիտի լինի անապատումը եւ պիտի բարիք եկած ժամանակը չտեսնե, պիտի բնակվի անապատի այրերի տեղերումը, աղի եւ անբնակ երկրումը։ Վայ այն մարդին եւ անեծք այն մարդին, որ ում ապավինը, մարդին ապավինը։ Բայց բերեք այսօր ամեն մեկս խորհենք մեր սրտերի մեջ, ամեն մեկս էլի։ Տենանք այսօր մեր հոգու աշխարհը, մենք ում վրա ենք հենված։ Ասում եմ, տես ինչ ասում, եւ պիտի բարիքը եկած ժամանակ չուտի։ Մի հատ ավելի կոպիտ կարող օրինակ բերեմ, կարա շատերի համար կոպիտ եղնի։ Ես հաճախակի ես մտքերը արտահայտում եմ ու դա առաջնայինը ինձ եմ ամեն անգամ զգուշություն անում, որ ես հանկարծ երբեք չհենվեմ իմ կարողության վրա, չհենվեմ իմ տղեկի վրա, չհենվեմ իմ ձեռքի վրա։ Շատ եմ տեսել, որ շատերը հենվել են իրանց տղեկի վրա, որ իրանց երեխեքին հասունացել են մի պահ, որ արդեն իրանց երեխեքը բարիք տան իրանց, մեկ է տեսել ես այդ երեխեն թևեր առավ ու գնաց, այդ մարդը մնաց մենակ։ Դա իրականությունն է։ Շատ եմ տեսել։ Տարիքով փոքր եմ, բայց շատ տեսել եմ։ Եվ այսօր ես ունեմ 3 տղա, բայց Աստծո առաջ եմ ասում, ոչ մեկի վրա հենված չեմ։ Ճիշտ է, հոգս եմ անում, բայց իմ սրտին ամեն օր զգուշություն եմ անում, որ հանկարծ իմ սիրտը չհենվի մեր երեխեքի վրա։ Դու պիտի դա հսկես ամեն օր։ Անիծյալ են ասում, որ բարիք եկած ժամանակ մեկը որ պիտի արդեն ուտես, պտուղը վայելես, մեկը այդ պտուղն ասում հաջող, ես գնացի։ Դա իրականությունն է, մենք այդ իրականությունը ցավոք սրտի այսօր տեսնում ենք, բայց էլի ապրում ենք մեր ուզածով։ Դու դեռ անեծքի տակ ես, Աստված ուզում է մեզ ինձ քեզ համոզի ով մարդ, դուրս արի այդ անեծքից, իսկ որպես այդ անեծքից դուրս գաս, դե շարունակության մեջ ինչ ասեմ,
օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում, եւ Տերն է նրա հույսը, նա նման կլինի մի ծառի, որ տնկված է ջրի մոտ, նա իր արմատը կձգե դեպի գետի մոտովը եւ չի տեսնիլ տաքությունը եկած ժամանակա, այլ նրա տերևները կանաչ կլինեն։ Բայց օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջը կապավինի։ Կողքդ էլ մարդ չի եղնի, Տիրոջը ապավինողն է, բանի կարիք չի ունենալու։ Դա հաճախակի մենք բառեր արտահայտվում ենք, բայց իրականության մեջ Սատանեն ամեն բան անում է, որ դու չհենվես Աստծո խոսքի վրա։ Ամեն միջոցներ օգտագործելու է։ Մարդը հենց ուզում է կենտրոնանա Աստծո վրա առաջանա, թշնամին մի հատ լավ բան էլ չէ, մի հատ sense խապուսիկ բան է գցեմ քո առաջը, որ դու հիանաս տվյալ երևույթներով ու քեզ ինչ շեղի իրականությունից։ Քեզ ինչ շեղի, իսկ այդ անեծքից դուրս գալու համար դու այսօր պիտի որոշում կայացնես, որտեղ թեկուզ ցավեցնես, թեկուզ ուրախացնես, ես քեզ եմ հուսացած։ Աստծուն հուսացողները տխուր չեր եղնում, եղբայրներ եւ քույրեր։ Հաճախակի մենք մտքեր ենք չարտահայտում, ասում ենք վատ եղանակ է։ Ասեմ ձեզ, վատ եղանակ չկա, վատ տրամադրություն կա։ Ասում եմ վատ կերակուր է, վատ կերակուր չկա, վատ ախորժակ կա։ Չկա, վատ եղանակ չկա։ Իսկ եթե դու ամեն օր երկինքը կվայելես, եղանակը չի կառավարի քեզ։ Եթե դու սիրեցյալը քո կողքին է, դու էլ չես նայում եղանակին։ Դա լավ կհասկանան մարդիկ, որ նոր ուզում էին ամուսնանալ կամ ոմանք, չգիտեմ, ընկեր էին խաղում, այդ պարագային դու եղանակին չէր նայում, դու հիանում էիր քո սիրելիով։ Եղանակը քեզ չէր ազդում քո տրամադրության վրա։ Այսօր ինչի համար է եղանակը ազդում քո վրա, մեր վրա, որտեղ մենք մարդին ենք հուսացել։ Այսօր ինչի համար գնալով ախորժակը տնկնում է, կերակուրը նույնն է, ախորժակն է փոխվել։ Կերակուրը սա փոխվել, իսկ երբ որ իմ կերակուրն ամեն օր Հիսուս Քրիստոս կեղնի, ախորժակն էլ տեղը կգա, պարտադիր չի մարդիկ կան ասում են, մի բաժակ գցեմ ախորժակս տեղը գա, այդպես բան չկա։ Մարդ ուզում ախորժակից որ ընկա, տենց եղնի բժիշկները այն ախորժակ ընկած մարդկանց կբերեն լիտրերով արախ կխմացնեն, կասեն դե հասկեր։ Տես բան գոյություն չունի, դա խապկանք է։ Ամեն բան երկնքից է գալիս։ Եվ ասում անիծյալ է նա, այսօր Աստված քեզ կանչել է, ինձ կանչել է, որ այդ անեծքից ինչա հեռացնի, այդ անեծքը քո մեջից անի։ Եվ այդ անիծված հատը վերցնի, քեզ օրհնված հաց տա։ Ամեն ձև խափում է։ Ես քեզ այս լավ բանը կտամ։ Ես քեզ այս կերակուրը կտամ։ Քեզ այս հագնելիքը կտամ։ Քեզ այս հնարավորությունը կտամ, ու դու հենվում ես դրա վրա։ Ու չգիտակցելով, որ ինչի վրա որ հենվել ես, մի օր նա քեզ խափելու է։ Մի օր ասելու արի հոգիդ իմ սեփականությունն է։ Բայց ասում օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջը կհուսա։ Տիրոջը հուսացողները օր ծերության ժամանակ էլ, թեպետև մենակ կմնան, բայց ամենակարող Աստված չի թողելու։ Օր ծերության հասակում էլ եղանակը քեզ չի ճնշի։ Մենակությունը քեզ չի խեղդի, որտեվ դու մենակ չես եղնի, բարձյալը քո հետ կեղնի։ Երանի են ազնվորությանը, թող Տերը օգնի, որ հիմա մենք պիտի կանգնենք, որ պիտի աղոտ կանենք։ Եթե մեկը կա իր հոգու աշխարհը, ինչ-որ բաների վրա հենվել, ասեմ ձեզ, եղբայրներ և քույրեր, մեկ հենվի դրանց վրա, դրանք քեզ խափելու են։ Այս աշխարհը խափելու է, այս աշխարհը խափում է, օրի-օր խափում է, օրի-օր գունավոր բաներով խափում է։ Բայց Տերը քեզ լուրջ բան է ուզում տա։ Բայց ցավոք սրտի մենք տեսնում ենք այս իրավիճակները օրի-օր խառնվելով, մենք հենման կետեր ենք փնտրում։ Հենման կետեր մի փնտրի, հենմանը կետ Աստծո խոսքն է։ Իսկ ժամանակ առ ժամանակ, որ մեր կյանքում երևույթներ է գալի, որ մենք շփոթվում ենք, մի շփոթվի, դա լավ բան է, որ շփոթվում ես։ Գիտես ինչի համար, որտեղ Տերը ցույց է տալի,
որ դեռ դու հաստատված ես։ Իսկ Սուրբ Գիրքը, որ կարդում ենք, ասում է, խաղաղ միտքը հաստատ կպահես։ Այսինքն, երբ միտքդ խաղաղ եղնեմ, երբ որ սկսում ես երկինք նայել։ Եվ այս կյանքի առօրյա ինչ-որ թոհուբոյի ժամանակ խաղության մեջ եղնես։ Դավիթը իզուր չէր ասեմ, թեև լեռները ցատկեն, բայց իմ սիրտը իր տեղը չի շարժվելու, որովհետև նա ապավինել էր բարձրել Աստծուն։ Եվ այսօր Դավիթի Աստվածը նույն Աստվածն է, Հակոբի Աստվածը նույն Աստվածն է, Իսահակի Աստվածը նույնն է, եւ այսօր նա ուզում է դառնա քո Աստվածը։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ամեն։